Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Ազգային ժողովի ընտրությունից հետո քաղաքական գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է նախնական արդյունքները, սակայն վերջնական պատկերը հայտնի կդառնա մի քանի օրից։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վերջնական արդյունքները կամփոփվեն հունիսի 14-ին, իսկ դրանից հետո քաղաքական ուժերը հնարավորություն կունենան դրանք վիճարկելու սահմանադրական դատարանում։ Հովակիմյանը անդրադարձել է նաև այն դիտարկմանը, թե ինչպես կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ՔՊ-ն հաղթել է ընտրությունում, երբ շատ քիչ թվով ընտրատեղամասերի արդյունքներ էին հայտնի։ Նրա գնահատմամբ քաղաքական գործիչները ազատ են իրենց հայտարարություններում եւ նման գնահատականներ հնչեցնելը նրանց իրավունքի շրջանակում է։ Քաղաքական ուժերը առնվազն 3 ժամ եւ ավել առաջ են արդյունքները ամփոփում, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բացատրեմ թե ինչ, որովհետև երբ որ տեղամասերում քվեարկության արդյունքները ամփոփվում են, քաղաքական ուժերի վստահված անձինք տվյալները միանգամից հաղորդում են իրենց վստահորդներին, այսինքն իրենց շտաբը, չգիտեմ ինչ որ բան։ Մենք որպեսզի այդ տեղամասի արդյունքները մուտք անենք մեր համակարգ, այդ տեղամասը այդ արդյունքները ամփոփելուց, այսինքն հաշվելուց հետո դե պետք է գույքը հավաքի, այսինքն պարկը, այդ մենք կակամյա օգտագործման պարկ, ինչը պետք է դրվի, զմռսվի, ստորագրվի, այսինքն այդ ամբողջ process-ը եւս 3-4 ժամ ավելացնում է։ Հետո այդ ամբողջ գույքը բերում ներկայացնում են ընտրատարածքային հանձնաժողով։ Ընտրատարածքային հանձնաժողովը իր սպասարկման տարածքի տեղամասերի գույքը ամբողջությամբ մեկ առ մեկ ստուգում, ընդունում է, խնդիր կա, խնդիր չկա, ճիշտ է փաթեթավորված, ճիշտ չի փաթեթավորված, արձանագրությունը ճիշտ է լրացված, ջնջում ունի, չունի, այսպես հետո դրանից հետո նոր արձանագրությունը գնում է արդեն մուտքագրման։ Իսկ մինչ վերջնական ամփոփումը նախնական արդյունքների շուրջ ամենակննարկվող թեմաներից մեկը Բարգավաճ Հայաստան կուսակցության ստացած արդյունքներն են։ Կուսակցությունը հայտարարել է, որ մի շարք ընտրատեղամասերում ՔՎՆ-երի հաշվարկի ընթացքում անճշտություններ են արձանագրվել եւ արդեն սկսել են դրանց հավաքագրումը։ ԲՀԿ-ում վստահեցնում են, վերահաշվարկները կարող են փոխել ներկայիս պատկերը։ Երեք հրավիրված հրատապ ասուլիսում ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը մասնավորապես հայտարարել է, որ միայն 4 ընտրատեղամասերի վերահաշվարկից հետո կուսակցությանը վերադարձվել է 120 ձայն։ Ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետևյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում է, մենք գնանք գտնենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն, կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարեւոր է, եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա։ Ավելի վաղ կուսակցության նախընտրական շտաբը հայտնել է, որ պատրաստվում է դիմել վերահաշվարկի։ ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանի խոսքով կուսակցությունը պատրաստվում է օգտագործել իրավական բոլոր հնարավոր գործիքները եւ հետամուտ լինել արձանագրված ընտրախախտումների բացահայտմանը։ Վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, նաև քննարկվում են առանձին որոշումներ եւ գործողություններ, բողոքարկելու հիմքերը, հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես են եղել ամբողջ ընտրական գործընթացում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար այս պայքարը կարևոր է, քանի որ խորհրդարանից դուրս մնալու վտանգի առաջ է կանգնած։ Նախնական տվյալներով քաղաքական ուժը ստացել է 58378 ձայն կամ 3,996%։ Այսինքն կուսակցությանը ընդամենը 0,4% է պակասում սահմանված 4%-ի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած ու նաև այդ համակարգում այդ թվերը որ հրապարակվել են, այդտեղ
այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային քվեարկության 410 քվեարկով ենք ունեցել էլեկտրոնային կարգով, դա մեր դիվանագետներն են արտերկրում, նաև Պաշտպանության նախարարության կողմից գործուված զինվորականներն են արտերկրում, որոնք որ այսպես ասենք Հայաստանի Հանրապետության կողմից են գործուված, այսինքն իրենք արտերկրում գտնվելը, դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելով է պայմանավորված, այդ մեր քաղաքացիներն մենք ունեցել էինք 537 այսպես ասենք ցուցակային նման քվեարկելու իրավունք ունեցող, որոնցից 410-ը էլեկտրոնային եղանակով մասնակցել էին քվեարկությանը։ Եվ այդ թիվը ներառված չէր մեր կայքում հրապարակվածի, եւ այստեղ խնդիրը այն է, որ երբ որ այդ թվերը հրապարակվել, այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը։ Պարզ մաթեմատիկական գործողություն ով որ աներ, տեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Այս պահի դրությամբ հրապարակված նախնական արդյունքներով խորհրդարան անցնում են 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանը և Հայաստան դաշինքը։ Սակայն ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ պատրաստվում են վիճարկել ընտրության արդյունքները։ Այս մասին արդեն հայտարարել է Հայաստան դաշինքը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խոսքով ընտրությունը անցկացվել է վարչական ռեսուրսի լայն կիրառման, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների և բազմաթիվ խախտումների պայմաններում, որի համար էլ քաղաքական ուժը պատրաստվում է վիճարկել արդյունքները։ Նախնական արդյունքների նկատմամբ վերապահումներ ունի նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության մամուլի խոսնակի գնահատմամբ հրապարակված թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական պատկերը։ Նա նույնպես պնդում է, որ նախընտրական շրջանն ուղեկցվել է ընդդիմության նկատմամբ ճնշումներով, ձերբակալություններով և վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Ընտրական գործընթացին գնահատական է տվել նաև Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով արձանագրված բոլոր խախտումները պետք է ստանան համապատասխան գնահատական։ Վարդևանյանը նաև խնդրահարույց է համարել այն, որ ընտրության արդյունքների մասին հայտարարություններ են հնչել դեռևս ձայների հաշվարկի ընթացքում։ Ինչպես դուք, այնպես էլ ես հունիսի 7-ը ծանրորեն համարում, որովհետև մենք տեսանք բազմաթիվ ընտրական խախտումներ, մեծից, միջին և մասշտաբային։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է գործադիր իշխանության ղեկավարը ընտրական գործընթացի ամենասկզբնական փուլում, երբ նոր հաշվարկն է տեղի ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, հայտարարի արդեն իբրև արդյունքները ընտրության, իբրև արդյունքները քվեարկության։ Սա չտեսնված երևույթ է, որովհետև իդեպ լրագրողներից մեկը նաև ուղիղ հարց է տալիս եւ վերջինս չի կարողանում պատասխանել, թե քանի տոկոս է ի վերջո իր ուժը ստացել։ Իդեպ այդ ուժը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ այլևս չունի մեր հասարակության 50%-ի վստահությունը։ Այլևս նշված ուժը 50%-ից ներքև է իր աջակցության մասով։ Ժողովուրդ ջան, իրապես այն էմոցիան, այն ուշադրությունը, սրտացավությունը, որը դուք ցուցաբերեցիք, անչափ թանկ է, անչափ կարևոր է։ Ընտրության նախնական արդյունքներին անդրադարձել է Գյումրու ավականու անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նա հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը չպետք է վերցնեն իրենց մանդատները, քանի որ նրա խոսքով դա կնշանակի լեգիտիմացնել ընտրության արդյունքները։ Այո, ես հասկանում եմ, որ դուք անհավասար պայմաններում եք մասնակցել ընտրությունների։ Այո, ես ֆիքսում եմ, որ դուք շատ լավ ռեզուլտատ եք գրանցել նույնիսկ այդ պայմաններում։ Բայց հիմա գալիս է հարցը կանգնում է նրան մանդատները վերցնել թե չվերցնել։ Տեսեք, մենք մի անգամ արդեն տեսել ենք, երբ մանդատ է վերցվում, ինչ է տեղի ունենում։ Եվ մի անգամ էլ 21 թվականին էլ, երբ մարդիկ գնում էին ու ընդդիմությանը ձայն են տալիս, ձայն չեն տալիս, որ իրենք գնան ու ընդդիմադիր падգամավոր աշխատեն Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում։ Հիմա էլ մարդիկ եկել են ու ձեզ ձայն են տվել, որ դուք ոչ թե ընդդիմադիր падգամավոր աշխատեք, այլ անեք իշխանափոխություն։ Դուք ձեր մանդատը ժողովրդից
ձայնը ժողովրդի ստացել եք, որպեսզի անեք իշխանափոխություն։ Եթե դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները։ Ոնց ուզում եք դա անվանեք՝ տեխնիկական, չտեխնիկական, նախընտրական, ընտրություններից առաջ, ընտրություններից հետո, ընտրությունների գիշերը, դրսից ուղղորդված եւ այլն, կապ չունի։ Մանդատ վերցնելով դուք լեգիտիմացնում եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ընդունում եք այս կեղծված ընտրությունների արդյունքները։ Անդրադառնանք միջազգային զարգացումներին։ Իրանի եւ Իսրայելի միջև վերջին լարվածությունից հետո Թեհրանը աստիճանաբար վերացնում է ավիացիոն սահմանափակումները։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսում են մի շարք չվերթեր, որոնք դադարեցվել էին անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն ռազմական լարվածության թուլացումը չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները հաղթահարված են։ Իրանը հայտարարել է, որ որևէ նշանակություն չի տալիս Հորմուզի նեղուցի շուրջ Եվրամիության հնարավոր պատժամիջոցներին եւ շարունակելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս պահին դադարեցրել է Իրանի դեմ հարվածները, սակայն պատրաստ է անմիջապես արձագանքել ցանկացած նոր սպառնալիքի։ Տարածաշրջանային զարգացումներին ուշադիր հետևում է նաև Վաշինգտոնը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետին զգուշացրել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրավիճակը վերածել լայնամասշտաբ պատերազմի։ Ավելի լավ է զգույշ լինես քո գործողություններում, թե չէ շուտով կարող ես միայնակ մնալ Իրանի դեմ, ասել է Թրամփը։ Չնայած հրադադարի մասին հայտարարություններին, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մի քանի օր առաջ կողմերը խոսում էին դիվանագիտական լուծումների մասին, սակայն այսօր տարածաշրջանը կրկին կանգնած է նոր ռազմական էսկալացիայի վտանգի առաջ։ Ինչ է տեղի ունեցել վերջին 2 օրերին եւ ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, ռեպորտաժում։ Մերձավոր Արևելքի փխրուն հրադադարը կրկին փշրվեց, դիվանագետների երկար աշխատանքը հոդը ցնդեց հրթիռային հարվածների ֆոնին։ Հունիսի 6-ից տարածաշրջանում իրադարձությունները զարգացան ժամ առ ժամ։ Նախ Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածների մասին, դրանք հիմնավորելով տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործողություններով։ Վաշինգտոնը հայտարարեց, որ կարձագանքի ցանկացած սպառնալիքի եւ թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը վտանգվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծեց, որ իրավիճակը չի կարող մնալ առանց պատասխանի։ Ակնհայտ էր, որ Իսրայելի համար յուրաքանչյուր Իրան-ԱՄՆ պայմանավորվածությունը անընդունել է եւ կարմիր գիծ է։ Այդ համար Իսրայելը կաներ ամեն ինչ, որպեսզի որևէ բանակցությունները չհաջողվեն։ Թեհրանը պատասխանեց հրթիռներ արձակելով ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ, հայտարարելով, որ սա պաշտպանական գործողություն է։ Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները խախտել է նախկին պայմանավորվածությունները եւ պատերազմ է պարտադրում տարածաշրջանին, սակայն դրանով շղթայական արձագանքը չավարտվեց։ Այստեղ նաեւ փոխվեց Միացյալ Նահանգների մոտեցումը։ Եթե մինչև այդ Միացյալ Նահանգները կաջակցեն Իսրայելին եւ կհայտարարեն, որ ողջունում են Իսրայելի քայլերը եւ այլն, հիմա Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին զինադատարի եւ կոչ են անում նաեւ Իսրայելին հայտարարություններով, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ քայլերով։ Հունիսի 7-ին իրավիճակն ավելի լարվեց։ Իսրայելը հարվածներ հասցրեց Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին, հայտարարելով, որ դրանք կապված են Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե Իսրայելը չի հանդուրժի Իրանի ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։ Իրանը, որը պաշտոնապես հայտարարել է, որ յուրաքանչյուր զինադատարը Միացյալ Նահանգների հետ անպայման պիտի ներառի նաև Գազան եւ Լիբանանը։ Աշտարար, որ Իսրայելը խախտեց այս զինադատարը, ուրեմն Իրանը իրան ոչ մի բանով պարտադրված չի զգում եւ հարվածելու է Իսրայելին։ Թեհրանը դա համարեց հերթական սադրանք եւ հայտարարեց, որ անցել են բոլոր կարմիր գծերը։ Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարեց, որ պատասխանը լինելու է անխուսափելի եւ ցավոտ։ Դրանից կարճ ժամանակ անց Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, խոսելով պատասխան գործողությունների մասին։ Երկու կողմերն էլ հայտարարում էին, թե գործում են ինքնապաշտպանության շրջանակում, սակայն փաստացի տարածաշրջանը կրկին հայտնվեց լայնամասշտաբ պատերազմի վտանգի առջև։ Իրան-ԱՄՆ հարաբերություն զինադատարը դե ֆակտո կա։ Ավելի լայն զինադատարը խախտեց Իսրայելը, շարունակելով իր ուժային գործողությունները Լիբանանի հարավում, եւ Իրանը պատասխանեց,
որովհետև բոլորը հասկանում են, որ եթե պատերազմը շարունակվում է Լիբանանում եւ դեռ զինադատարը չի աշխատում Իսրայելի եւ Հեզբոլայի միջեւ, ապա Իրանը մտնում է պատերազմ եւ ինքն էլ չհետևում զինադատարին։ Հունիսի 8-ի դրությամբ փոխադարձ հարվածները շարունակվում են, իրանական հրթիռներն ու անօդաչուները թիրախավորում էին իսրայելական ռազմական օբյեկտները, իսկ Իսրայելը օդային նոր հարվածներ է հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունները շարունակվելու են մինչև իրենց խոսքով սպառնալիքը չեզոքացվի։ Մի քանի օրում հրադադարի մասին խոսակցությունները փոխարինվեցին օդային տագնապի ազդանշաններով, իսկ բանակցությունների սեղանը տեղափոխվեց հրթիռների դաշտ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 27-ից 29, իսկ երեկոյան 15-ից 17 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։